Մայրաթոր Սուրբ Էջմիածնում գումարված քահանայի ցավաքի մասնակիցները հանդես են եկել հայտարարությամբ, որում ասվում է. Նորին Սուրբոցություն Տեր Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսի հայրական օրհնությամբ Սրբոց Ղևոնդյանց քահանաների նվիրական տոնի առիթով համախմբվելով Համայն հայության հոգևոր կենտրոն Մայրաթոր Սուրբ Էջմիածնում վերանորոգում ենք Բարձրալին ու մեր բարեպաշտ ժողովրդին ծառայելու սրբազան մեր ուխտը եւ վերահաստատում հավատարմությունն ու սերը առ Սուրբ Էջմիածինը եւ ամենայն հայոց հայրապետը։ Ղևոնդյանց սուրբ նահատակների օրինակը բոլոր ժամանակներում հայ հոգևորականի համար հավատքի եւ հոգևոր ժառանգության հանդեպ նախանձախնդրության, անմնացորդ ծառայության եւ հայրենյաց սիրո մշտահունչ պատգամ է։ Արդի աշխարհի փոփոխվող իրողությունների եւ ներազգային կյանքի դժվարությունների հանդիման կոչված ենք Ղևոնդյանց սխրանքի խորթով պաշտպանելու աշխարհասփյուռ մեր ժողովրդի ազգային ու հոգևոր ինքնությունը, դարերով նվիրագործված արժեհամակարգը եւ հավատավոր մեր զավակների սրտերում անսասան պահելու ազգասիրության եւ եկեղեցասիրության ոգին։ Առաքելական մեր Սուրբ եկեղեցին ազգային ինքնության անսասան հիմքն է եւ հայրենի պետության կայունության ամուր հիմնասյուներից մեկը, որը պետք է պահպանել եւ զորացնել։ Վերջին ամիսներին Հայաստանի իշխանությունների կողմից եկեղեցու եւ եկեղեցականների թիրախավորմամբ եւ հետապնդումներով խաթարվել է ազգային եւ եկեղեցական մեր կյանքը։ Ստեղծված իրավիճակը բացասական հետևանքներ եւ լարվածություն է առաջ բերել մեր համայնքների կյանքում, ինչին ցավոք նպաստել է նաեւ որոշ եկեղեցականների անընդունելի ընթացքը։ Նոր պառակտումներից զերծ մնալու համար հրամայական է, որպեսզի քահանաներս մեր ուխտին ու կոչմանը հավատարիմ անշեղորեն հետևենք առաքելական մեր Սուրբ եկեղեցու կարգերին ու կանոններին, եղբայրասիրությամբ հետամուտ լինենք միաբանության վերականգնմանը եւ առ Աստված ապավինությամբ ու հավատի գործերով արդյունավորենք տիրավանտ մեր առաքելությունը։ Կոչ ենք անում մեր ժողովրդի զավակներին փորձությունների այս շրջանում աներեր պահել նախնյաց հավատը եւ փարված մնալ մեր Սուրբ եկեղեցուն եւ հայոց հոգևոր կենտրոն Մայրաթոր Սուրբ Էջմիածնին, միմյանց զորակցությամբ հայոց տապանը առաջնորդելու դեպի ապահով եւ լուսավոր նավահանգիստ։ Մեր մշտամնա աղոթքն է, որ երկնավոր Տերը խաղաղության մեջ պահի համայն աշխարհը, ապահով եւ անսասան հայրենի մեր երկիրը, անխռով ու համերաշխ մեր ժողովրդին եւ հավետ պայծառ հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցին։ Աղաչում եմ ձեզ, եղբայրներ, մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով, որ բոլորդ էլ նույն խոսքն ունենաք եւ ձեր մեջ բաժանումներ չլինեն, այլ հաստատուն մնաք նույն մտքի ու նույն նպատակի մեջ, ասվում է հայտարարության մեջ։